Շարունակում ենք Առավոտ լուսո weekend-ը եւ հայ-ղազախական, հայ-հնդկական ընտանիքների երջանկության բանաձևերը գտնելուց հետո հերթը հայ-բրազիլական ընտանիքին է սիրելի հեռուստադիտողներ։ Սիրով ներկայացնում ենք մեր հյուրերին, մեր տաղավարում են Անդրեզա Անդրադե Քերոփյանը եւ Հայկ Քերոփյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք ձեր օրը սկսում եւ որ եկել եք մեր տաղավար։ Շատ հաճելի է նախ ձեզ հետ ծանոթանալը եւ բացահայտել նման գեղեցիկ ընտանիք, շատ հետաքրքիր է Հայաստան-Բրազիլիա հազարավոր կիլոմետրեր պիտի հաղթահարենք, որ մի տեղից հասնենք մյուս տեղը եւ ինչպես ու ինչ հանգամանքներում եղավ ձեր ծանոթությունը։ Շնորհակալ եմ հրավերի համար, Սիրով։ Հանդիպումը ստացվեց շատ պատահական, ոչ Հայաստանում, ոչ Բրազիլիայում, այլ Սերբիայում, շատ պատահական հանդիպում էր, դա ստացվեց այն հանգամանքի բերումով, որ ես էի ճամփորդում Սերբիայում եւ նա պետք է ճամփորդեր Ավստրիա, ուղղակի COVID-ի վատ իրադրության պատճառով Բրազիլիայից նա միանգամից չէր կարող ճամփորդել դեպի Ավստրիա եւ պետք է առանցին 10 օր մոտավորապես որևէ այլ երրորդ երկրում ինքը սպասեր, հետո նոր մուտք գործեր Եվրոմիության գոտի եւ այդպես հանգամանքի բերումով մենք հանդիպեցինք։ Երբ ես տեսնում էի Հայկ առաջին անգամ, կարծում էի շատ բարի մատիկ են, շատ մարտի նա է, եւ ես չգիտեմ, ես զգում էի Տան զգացողություն ունեիք։ Հայկ իսկ Անդրեզայի մեջ ձեզ ինչն է գրավել։ Իրա բարությունը, բարձությունը եւ էներգիան։ Այդ երեք բաները դա միշտ մտքումս կա, որ միշտ դա եմ առաջին հերթին ուշադրություն դարձրել եւ դա հիմնական որոշիչ հանգամանքներն են եղել, ինչի պատճառով այդ հարաբերությունները վերածվեցին ամուսնության։ Իսկ հետաքրքիր է Սերբիայում հանդիպելուց հետո ինչ ճանապարհ է անցել ձեր հարաբերությունը։ Սերբիայում նա գտնվում էր 10-12 օր մոտավորապես այդ կարանտինի պահելու նպատակով, հետո նա ճամփորդեց Ավստրիա։ Մոտավորապես 11 ամիս մենք ապրել ենք տարբեր երկրներում, նա Ավստրիայում էր, ես ճամփորդում էի այդ ժամանակ դեռ եւ հեռակա կարգով ամենօրյա զանգերով կապը պահում ենք, խոսում ենք։ We met some 3 times I think, but we were talking like Այդ ընթացքում մենք հանդիպեցինք 3 անգամ, բայց խոսում էինք ամեն օր։ Քննարկում էինք բոլոր պատկերացումները մեր ապագա ընտանիքի մասին, ինչ ենք սիրում, ինչ չենք սիրում։ Դա լավ հնարավորություն էր մեր հարաբերությունները զարգացնելու համար։ Դա հրաշալի հնարավորություն էր ծանոթանալու միմյանց ներաշխարհներին, արժեքներին։ Այդ պատճառով էլ մենք հիմա ամուր ընտանիք ենք։ Մենք առաջ ընկնեմ նշանվեցինք, որոշեցինք ամուսնանալ։ Մենք ուզում ենք շատ մեր wedding, I don't know, how is it? Հարսանիք. So we want so much. Մենք շատ էինք ուզում հարսանիք անել ծովափին եւ որոշեցինք, որ արարողությունն անելու ենք Բրազիլիայում, առանց կոշիկների։ Շատ փոքրիկ հարսանիք էր։ Ապրիլին էր եւ այս տարի լրանում է 3, ինչ եմ ասում, 4-րդ տարին։ Մենք միշտ խառնում ենք թվերը։ Այնքան հրաշալի էր, ես կարոտում եմ այդ օրը։ I miss that day. Բասեն ծովափին էի ուզում պարտադիր հարսանիք եւ դրա համար Բրազիլիա գնացինք։ Դա գալիս է ֆիլմերից երևի, այդ գեղեցիկ հարսանեկան արարողությունները ծովափերին, որ ճանապարհը ծովափի վրա կողքերը աթոռներն են շարված եւ այնտեղ հարսը եւ ամուսինը։ Եվ դա եղավ այն գլխավոր ու ամենագեղեցիկ առիթը, որ դուք առաջին անգամ եղաք Բրազիլիայում, այո։ Նշանվելուց հետո մոտ 10-20 օր անց գնացինք Բրազիլիա, այնտեղ մեր հարսանեկան արարողությունը ունեցանք, ամուսնացանք, այնտեղ ներկա են գտնվում իմ ընտանիքի անմիջական անդամները եւ նրա ընտանիքը եւ բարեկամները։ 20 հոգի բարձ ինքը շատ բարձ արարողություններ, բայց գեղեցիկ էր շատ։ Հետաքրքիր Անդրեզայի ընտանիքի անդամները ինչպես են արձագանքել որոշմանը հայ տղամարդու հետ կյանքը կապելու։ My family, they are very open mind. So there was Իմ ընտանիքը շատ պարզ ու բաց մտածելակերպ ունի։ Չկար մտավախություն, որ տարբերվելու ենք, այլ կերպ ենք մտածելու։ Հայ է, լավ տղա է։ Սա էր առաջին հարցը։ Դու սիրում ես նրան քեզ հետ լավ ես զգում։ Եթե այո, եկեք նշենք։ Շատ հեշտ էր։
very easy. Երբ մեր ընտանիքները հավաքվեցին առաջին անգամ, առաջին ամենամեծ շոկը մշակութային էր, քանի որ լեզուների միախառնում էր։ Մենք թարգմանում էինք ամեն ինչ։ Նրանք երջանիկ էին, որ գտել եմ մեկին, որը լավ մարդ է։ Դա էր կարևորը։ A good person, this is the main. Սկզբից, որ երբ Սերբիայում ենք դեռ հանդիպում, նրանք զանգում են, երբ ես այդ ժամանակ Անդրեզայի հետ խոսնում էի, խոսում ենք, ասում էի բարևեք, բարևում էր, եւ այդպես ծանոթացամ եւ այդ 11 ամիսների ընթացքում արդեն նույնիսկ տեսազանգեր ունեցանք միասին եւ այլն եւ երբ որոշումը եղավ, որ արդեն Անդրեզային պետք է հրավիրենք Հայաստան, նշանվենք, նրանք շատ ջերմ ընդունեցին օդանավակայանում։ Ինչպես եք ձեզ զգում Հայաստանում։ Այսօր ես զգում եմ շատ լավը, երբ ես գնում էի Հայաստան առաջին անգամ, ես ասեցի Հայք, ես չգիտեմ ինչ, բայց ես զգում եմ սա իմ երկիր էր։ Չգիտեմ, Տանպես։ բայց ես շատ եմ սիրում։ Ես զգում եմ, I don't know, I feel free. Ազատ եք զգում։ Yes, I feel free and Այո, ազատ եմ զգում, այնքան թեթև եմ զգում, երբ քայլում եմ փողոցներով, ինձ ապահով եմ զգում, չգիտեմ, բայց ինձ այնքան լավ եմ զգում։ And it was so different. Շատ տարբեր էր, որովհետև ես չգիտեմ about Հայաստան before. Հայաստանի մասին չգիտեի։ Սա նույնպես իմ տունն է, եւ սա իսկապես գեղեցիկ է։ Մինչ օրս նույն զգացողությունը ունեմ։ Բոլոր մարդիկ շատ բարի են, երբ ես գնում եմ սուպերմարկետ, տաքսիով, everyone, բոլոր մարդիկ շատ օգնության Օգնում են ձեզ ժպիտով ջերմությամբ։ Yes. Իմ կողմից ավելացնեմ, երբ մենք զբոսնում ենք, առնվազն երբ ես եմ տեսնում կամ ինքը երբ զբոսնում եմ միայնակ, նրան մոտենում են տարբեր մարդիկ, որոնք ճանաչում են արդեն իրեն, եւ ջերմ բարևում խոսում հետը Շատ հաճելի է, երբ լսում ենք օտարերկրացու կարծիքը մեր ջերմության, հյուրընկալության մասին ու երբ մարդիկ այստեղ ազատ են իրենց զգում, ապահով բոլոր առումներով եւ այս միտքը արտահայտված կարծես մեր նախաբաններ հաղորդման սկզբում, երբ մենք խոսում ենք մեր Երևանի հատկապես մասին ու Հայաստան աշխարհի, բայց այս բոլոր զգացողություններից հետո ձեր կինը հասցնում է կարոտել Բրազիլիան եւ նմանատիպ թեմաներ ունենում եք դուք թե ոչ։ It's շատ դժվար։ Շատ դժվար է, ահա։ Հիմա ես չեմ ուզում շատ how is think about it Yes. մտածել դրա մասին մտածել, որովհետև ես շատ սիրում եմ Rio de Janeiro եւ էներգիա, Բրազիլիա էներգիա եւ how is weather? I forgot. Եղանակ շատ լավ է եւ ամեն ինչ շատ կանաչ է։ Ես շատ սիրում եմ զբոսնել եւ շատ կանաչ ծառը ասել եւ մատիկ միշտ չգիտեմ ժպտել բայց երբ եղանակ անփամած է ես զգում եմ մի քիչ Տխուր։ Բայց Ռիոից հետո։ Իսկ ինչով է Անդրեզան զբաղվում Հայաստանում։ I'm a content creator, so I decided Ես բովանդակություն ստեղծող եմ։ Որոշել եմ, որ այստեղ էլ նույնը կանեմ, բայց հիմա պետք է բարելավեմ իմ հայերենը։ Պատկերացրեք, որ լավ է ստացվում, բայց հիմա կամավորություն եմ անում եւ պլաններ եմ կազմում, թե ինչ կարող եմ անել Հայաստանում։ Բրազիլիայում ձեռագործ տետրեր էի ստեղծում։ Ուզում եմ դա բերել Հայաստան, բրազիլական գույներով, իմաստալից բառերով։ Հետաքրքիր կլինի, բայց հիմա փորձում եմ կյանքս հարմարավետ դարձնել։ Գտնել այն սպորտը, որով ուզում եմ զբաղվել, հասկանալ ինչ կանեի առհասարակ։ what exactly I'm going to work and like this. Իսկ ձեր գործունեությունը Հայկ։ Իմ գործունեությունը ծրագրավորող է ես արդեն ճիշտ ասած 1 տարի է ինչ իմ աշխատանքը կանգնեցել եմ այդ ընթացքում ճամփորդում ենք Անդրեզայի հետ արդեն 2 ամիս է ինչ վերադարձել ենք Հայաստան եւ նոր սկսում եմ
կրկին զբաղվել դրանով։ Անդրեասը նաև ակտիվ բլոգ է բարում, հետաքրքիր է Հայաստան տեղափոխվելն է, դարձել մոտիվացիա բլոգը ակտիվացնելու եւ ինչ բովանդակություն է ստեղծում։ Ես ուզում էի իմ հայերեն սովորել նկարել եւ մատիկի հետ to share. Կիսվել։ Ես պատմում եմ, թե ինչպես եմ սովորում հայերեն իմ մարտահրավերների մասին, որոնք երբեմն բարդ են։ Լեզու սովորելու ճանապարհը նաև զվարճալի է։ Ես պերֆեկցիոնիստ եմ, ուզում եմ ավելի արագ սովորել, հասկանալ։ Սիրում եմ խոսել եւ գիտեմ, որ կարող եմ խոսել մարդկանց հետ։ Մի քիչ էլ իմ փորձառություններն եմ ներկայացնում։ Ավանդական ուտելիքը, նոր վայրերը։ The traditional foods, the new places here. Ինչ եք սիրում դուք Հայաստանում ամենաշատը անել։ What I love to do here the most? Hotel. Ուտել։ Հայկական ուտելիքն եք սիրում, սնունդը։ My favorite thing ever is really Հայկը չի հասկանում, բայց ես իսկապես սիրում եմ ուտել։ Ուտելիքը զգացմունքներ, հիշողություններ է առաջացնում։ Երբ Հայկի մայրիկի պատրաստածն եմ ուտում, հիշում եմ տատիկիս եւ երջանկանում եմ։ Ուտելիքը ինձ երջանկացնում է։ Նաեւ սիրում եմ քայլել այստեղ, սիրում եմ Սևան գնալ, տեսնել լեռները։ Երբ պարզ է տեսանելի է Արարատը, դադար եմ տալիս ու վայելում այն։ Քայլել այստեղ, մարդկանց ներկայությունը վայելել, սա ինձ երջանկացնում է։ the presence of the people makes me feel happy. Շատ լավ։ Անցնենք բլից հարցերին։ Այո, հետաքրքիր հարցեր եք պատրաստել ձեզ համար։ Oh my God. Եվ առաջինը հենց ուտելիքին է վերաբերում, որն է ամենասիրելի սնունդը հայկական խոհանոցից։ Հորոված։ Խորոված։ Այո, խորոված։ Խորոված։ Ինչ եք դուք ինքներդ կարողանում պատրաստել հայկական խոհանոցից։ Ոչ մի բան։ You will learn. Դեռ սովորեք, ժամանակ կա վստահաբար։ Որ հայերեն բառն եք շատ սիրում եւ հաճախ օգտագործում։ Բոլորին։ Բոլորին։ Բոլորին. I love բոլորին. And Բոլորին ջան, Բոլորին ջան. And ամուսին. Ամուսին։ Բոլորին ջան, Շատ լավ։ ամուսին։ Հասրել եք ճամփորդել Հայաստանում եւ որն է ձեր ամենասիրելի վայրը։ I think Azat. Ազատի ջրամբար։ Ազատի ջրամբար։ Beautiful, amazing. Լավ, հետաքրքիր էր։ Կարող եք հարսանիք այդտեղ կազմակերպել։ Իրականում դեռ առիթ չենք ունեցել շատ ճամփորդելու, իմ կարծիքով դեռ հնարավորություն կա, որ այլ վայրեր էլ ինքը ավելի շատ սիրի, բայց Ազատ ջրամբարը Դե շատ միանշանակ շատ Ազատի ջրամբարը իսկապես։ Ամենասիրելի հայերեն երգը։ Երկու կատարում կա այդ։ Հիմա երկու տարբերակ կա այս երգի։ Նոր տարբերակն եմ սիրում, որ նախչիկն է երգում։ Դուք Լադանիվայի տարբերակն եք սիրում երևի։ Նորը։ This girl singing. Yes. Լադանիվայի արա։ Հայկական բարերի տիրապետում եք, բարում եք հայկական։ Ահա, շատ սիրում եմ։ Դե բարել։ Do you dance Տիրապետում եք Armenian? Մի քիչ։ Մի քիչ։ In our wedding we danced. Մեր շարժանիքին ենք բարել որոշակի հայկական բարեր, նա սիրում է դա։ Հատկապես որ տոնն եք սիրում նշել Հայաստանում։ I just celebrate. Սուրբ Զատիկը նոր ենք նշել, շատ գեղեցիկ էր, բայց սպասում եմ Սուրբ Ծննդին։ For the Christmas. 3 բառով կնկարագրեք Հայաստանը։ Okay, said Matik եւ Մարտիկ Սերմարտիկ։ Ararat. եւ Արարատ։ Եվ վերջում արդյոք Հայաստանում ձեզ տանն եք զգում։ Ես ուզում եմ այստեղ ապրել։ Շատ հաճելի է լսել իսկապես յուրաքանչյուր բառ ջերմ ու դրական կապված մեր Հայաստանի հետ եւ պետք է նաեւ փաստել որ այս ամենի հիմքը իհարկե այն մեծ սերը եւ հոգատարությունն է որ ձեր կինը զգում է ձեզնից արդեն այստեղ մեր հայրենիքում Շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու համար օրվա հիանալի շարունակություն ձեզ մաղթենք այս գեղեցիկ ժպիտները լինի անպակաս Այո եւ հենց որ արդեն լավ հայերեն իմանաք եկեք որ հայերենով խոսենք When you learn Armenian also well, come, so we will have entire program Armenian. Վերջ, խոստացանք։ Շնորհակալություն, դե ինչ մենք շարունակում ենք առավոտ կսո weekend-ը։